Ինչպես են մարդիկ գիտակցաբար որոշում հավատալ Աստծուն, թե չհավատալ։ Մարդը հավատում է ոչ միայն այն պատճառով, որ ապացույց է գտնում, այլ որովհետև սիրտը որոշում է վստահել։ Հավատքը պարզապես մտավոր համաձայնություն չէ, այլ ամբողջ գոյությամբ պատասխան է այս հարցին, որը մարդիկ շատ են տալիս իրանք իրենց։ Արդյոք կա մեկը, ով ինձ ստեղծել է, ով ինձ ճանաչում է և լիարժեք սիրում է։ Այս հարցը մարդկությանը ուղեկցում է դարեր շարունակ։ Շատ մտածողներ խոստովանել են, որ մարդու սիրտը անհանգիստ է, մինչև որ չի հանգստանում Աստծու մեջ։ Շատ մարդիկ էլ նկատել են, որ մարդու ներսում կա դատարկություն, որը չի կարող լցվել ոչ փառքով, ոչ գիտությամբ և ոչ էլ հաճույքով։ Ոմանք հավատում են ուսումնասիրելով։ Նրանք նայում են աշխարհի կարգին, կյանքի բարդությանը, բարու և չարի իրականությանը և հարցնում են. արդյոք այս ամենը պատահականության արդյունք է։ Երբ մարդը գիտակցաբար խորհում է տիեզերքի մասին, նա կարող է եզրակացնել, որ կարգը մատնանշում է խելք, իսկ բարոյական օրենքը օրենսդիր։ Բայց այստեղ միայն տրամաբանությունը բավարար չէ։ Մարդը կարող է հասկանալ, ինքն իր մեջ մտածել, որ այո, միգուցե Աստված կա, սակայն լիարժեք չվստահել նրան։ Իսկ հավատալ Աստծուն նշանակում է վստահել։ Դա նման է կամուրջ անցնելուն։ Դու կարող ես համոզված լինել, որ կամուրջը ամուր է, բայց իրական հավատքը սկսվում է այն պահին, երբ դու քայլ ես անում այդ կամուրջի վրա։ Քրիստոնեական հավատքը կենտրոնացած է ոչ թե գաղափարի, այլ անձի վրա, և այդ անձն է մեր Տեր Հիսուս Քրիստոսը։ Մարդիկ հավատում են, երբ տեսնում են սիրո կենդանի օրինակ։ Տեր Հիսուս Քրիստոսի կյանքը ցույց տվեց, որ Աստված հեռու դիտորդ չէ, այլ մեզ մոտ եկող Հայր։ Նրա անձը, զոհաբերական սերը և ներողամտությունը դառնում են հավատքի հիմք։ Կան մարդիկ, ովքեր որոշում են չհավատալ։ Շատ դեպքերում այդ չհավատալու պատճառը մարդու ցավն է։ Եթե աշխարհում կա չարիք, տառապանք, անարդարություն, մարդը ինքն հարցնում է, իսկ որտեղ է Աստված։ Շատ դեպքերում չհավատալը բողոք է, բայց ոչ անտարբերություն։ Իսկ այլ դեպքերում մարդը չի ցանկանում ուղղակի պատասխանատվություն վերցնել իր վրա, որովհետև մտածում է, եթե Աստված կա, ուրեմն կա նաև ճշմարտություն, իսկ ճշմարտությունը իհարկե պահանջում է փոփոխություն։ Ոմանք նախընտրում են անկախություն, նույնիսկ ներքին դատարկության գնով։ Հավատքը գաղափարական բանավեճ չէ, այլ հարաբերություն։ Աստված մարդուն չի պարտադրում իր գոյությանը հավատալ։ Աստված հրավիրում է։ Սերը չի պարտադրվում, այլ ընդունվում է։ Երբ որ մարդը աղոթում է, նույնիսկ եթե վստահ չէ այդ բանի թե ում է դիմում, նա արդեն քայլ է առնում դեպի հավատք։ Երբ մարդը ընդունում է, որ չի կարող միայնակ հաղթահարել մեղքը, վահը, վախը կամ մահվան սարսափը, նա բացվում է փրկության իրականության առաջ։ Քրիստոնեական փորձառությունը սովորեցնում է, որ հավատքը հաճախ ծնվում է ներքին հանդիպումից։ Մարդը կարող է տարիներ շարունակ կասկածել, սակայն մի պահ զգալ ներսում խաղաղություն, ներման զգացում կամ մի անբացատրելի հույս, և այդ պահը կարող է դառնալ շրջադարձային։ Հավատքը իհարկե չի վերացնում բոլոր հարցերը, բայց փոխում է այդ հարցերի տոնայնությունը։ Այն տալիս է վստահություն, որ կյանքը ունի նպատակ և որ մահը վերջակետը չէ։ Հավատալ կամ չհավատալ, դա մարդու գոյաբանական ընտրությունն է։ Դա ձևավորում է մարդու արժեքները, հարաբերությունները, ապագայի տեսլականը։ Մեր քրիստոնեական պատգամը ասում է, որ Աստված առաջինն է սիրել մարդուն և սպասում է մարդու պատասխանին։ Մարդը կարող է փակել դուռը կամ բացել այն։ Աստված չի կոտրում այդ դռները։ Նա համբերատար բախում է այդ դուռը և սպասում է։ Այսօր յուրաքանչյուր մարդ կանգնած է ընտրության առաջ։
Հավատքը կույր թռիչք չէ, այլ վստահ քայլ դեպի սեր, դեպի Աստծո սեր։ Եթե քո ներսում հարց կա, մի լռեցրու այդ հարցը, որոնիր, խորհիր, աղոթիր։ Քրիստոնեական հույսը հայտարարում է, որ Աստված մոտ է յուրաքանչյուրին, ով անկեղծորեն որոնում է նրան։ Եվ երբ մարդը որոշում է հավատալ, նա չի կորցնում իր ազատությունը, նա գտնում է իր իսկական կյանքը։ Շարունակելով թեման, արդյոք հավատքը զգացմունք է, թե որոշում։ Երբեմն մենք հավատքը կապում ենք ներշնչման, ջերմության, հոգևոր բարձր զգացումների հետ։ Երբ սիրտը լցվում է խաղաղությամբ, թվում է հավատքը կենդանի է, բայց երբ զգացումները սառչում են, մենք սկսում ենք կասկածել, արդյոք հավատքն էլ եմ արել։ Եթե հավատքը միայն զգացմունք լիներ, ապա այն կախված կլիներ մեր տրամադրությունից, իսկ մենք շատ լավ գիտենք, թե որքան փոփոխական է մարդու սիրտը, մենք բոլորս փոփոխական մարդիկ ենք։ Այսօր կարող ենք լինել հույսով, վաղը կարող ենք լինել վախերով։ Այսօր կարող ենք վստահ լինել, վաղը կարող ենք լինել շփոթված։ Եթե հավատը միայն զգացմունք լիներ, ապա այն ալիքների նման կբարձրանար ու կնվազեր, առանց խորը արմատների։ Բայց հավատքը նաև որոշում չէ, ինչպես մի սառը մտավոր համաձայնություն։ Հավատքը պարզապես մտքի եզրակացություն չէ, որ Աստված գոյություն ունի և այդքանով սահմանափակվել։ Ոչ։ Շատերը կարող են ճշմարտությունը ընդունել մտքով, սակայն իրենց սրտով չապրել այն։ Հավատքը ավելին է, քան գաղափարների հետ համաձայնվելը։ Քրիստոնեական ավանդությունը մեզ ցույց է տալիս, որ հավատքը կենդանի հարաբերություն է Աստծո հետ, իսկ հարաբերությունը ներառում է և սիրտ, և կամք։ Երբ մարդը որոշում է վստահել Աստծուն, նույնիսկ այն ժամանակ, երբ չի զգում, նա հավատքի քայլ է անում։ Այդ քայլը հաճախ լուռ է, երբեմն էլ ցավոտ, բայց իրական։ Մտածենք մի օրինակ։ Երբ երկու մարդ ամուսնանում են, նրանց միավորում են իրենց զգացմունքները։ Բայց տարիների ընթացքում այդ զգացմունքները իհարկե կարող են փոխվել։ Դժվարություններ և փորձություններ կարող են գալ։ Եվ եթե այդ մարդկանց միությունը հիմնված լիներ միայն հուզական պահերի վրա, այն կփլուզվեր առաջին իսկ դժվարության ժամանակ։ Սակայն ամուսնությունը պահպանվում է նաև գիտակցված որոշմամբ՝ մնալ, նվիրվել, սիրել, նույնիսկ այն ժամանակ, երբ որ դժվարություններ են։ Նույնը նաև հավատքը։ Այն սկսվում է սրտի շարժումով, բայց հասունանում է մարդու կամքի ընտրությամբ։ Հավատքը որոշում է վստահել Աստծուն այնտեղ, որտեղ աչքը չի տեսնում։ Որոշում է ապրել ճշմարտությամբ այնտեղ, որտեղ այս աշխարհը առաջարկում է այլ ճանապարհ։ Որոշում է ներել, երբ որ վիրավորված ես։ Որոշում է հույս պահել, երբ ամեն ինչ մռայլ է թվում։ Բայց այստեղ մի կարևոր ճշմարտություն կա։ Երբ մարդը հավատքով որոշում է անում, Աստված այդ մարդուն չի թողնում դատարկության մեջ։ Ժամանակի ընթացքում այդ որոշումը նոր զգացմունքներ է ծնում մարդու մեջ՝ խաղաղություն, խոր ուրախություն, վստահություն։ Այսինքն, հավատքը կարող է չսկսվել զգացմունքից, բայց այն բերում է զգացմունքների վերափոխման։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսը մեզ համար շատ լավ օրինակ է թողել։ Նա ոչ միայն խոսել է հավատքի մասին, այլ ապրել վստահությամբ, նույնիսկ տառապանքի մեջ։ Հիսուս Քրիստոսի հետևորդները շատ հաճախ չհասկացան ամեն ինչ, երբեմն վախեցան, երբեմն կասկածեցին, բայց որոշեցին շարունակել հետևել, և այդ որոշումը փոխեց նրանց բոլորի կյանքը, իհարկե, դեպի լավը։ Հարգելիներս, հավատքը զգացմունք է այնքանով, որքանով այն դիպչում է մարդու սրտին, բայց այն որոշում է այնքանով, որքանով պահանջում է քայլ անել։ Զգացումները կարող են մեզ մոտեցնել Աստծուն, բայց որոշումը մեզ պահում է Աստծու մոտ։ Երբ աղոթում ենք ու ոչինչ չենք զգում, բայց շարունակում ենք աղոթել, դա հավատք է։
Երբ դժվարության մեջ ենք, բայց չենք հրաժարվում բարությունից, դա հավատք է։ Երբ ընտրում ենք ճշմարտությունը, նույնիսկ կորուստների գնով, դա կենդանի հավատք է։ Այսպիսով, հարցի պատասխանը երկուսի մեջ էլ է, բայց առաջնայինը պատկանում է իհարկե որոշմանը։ Զգացմունքը այսօր գալիս է վաղը գնում, իսկ որոշումը ձևավորում է մեր ուղին։ Իսկ երբ որոշումը արմատավորվում է սիրո մեջ, այն դառնում է հաստատուն հավատք, որը ոչ փոթորիկը եւ ոչ կասկածը չեն կարող կործանել։ Թող մեր հավատքը չլինի միայն պահի զգացում, այլ գիտակցված ընտրություն։ Ամեն օր, ամեն իրավիճակում վստահել Աստծուն։ Եվ այդ ժամանակ մեր սիրտն էլ կսովորի ապրել այն խաղաղությամբ, որը այս աշխարհը տալ չի կարող։ Աստված օրհնի բոլորիդ։ Ամեն։